Քացախը բնական մթերք է, որը ստացվում է խմորված շաքարներից, սովորաբար խնձորից, խաղողից կամ այլ մրգերից։ Այն ունի թթվային բաղադրություն, ինչի շնորհիվ օգտագործվում է ոչ միայն խոհարարության, այլև մաքրության, մաշկի խնամքի և նույնիսկ առողջապահական նպատակներով։ Հատկապես հայտնի է խնձորի քացախը, որը ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, սկսած մարսողության բարելավումից մինչև մաշկի թարմացում։ Քացախը դարեր շարունակ օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ որպես բնական ախտահանիչ և հանգստացնող միջոց։ Գիտնականների կատարած երկարատև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնձորը և խնձորից պատրաստված քացախը օժտված են մի շարք օգտակար հատկություններով, որոնց շնորհիվ էլ լայնորեն կիրառվում են ոչ ավանդական բժշկության մեջ։ Մասնագետները խորհուրդ են տալիս խնձորի քացախը օգտագործել մարսողությունը լավացնելու համար, իսկ գոլ քացախաջուրը խմում են թունավորումների դեպքում։ Քացախը ունի միզամուղ հատկություն, հիանալի ախտահանող միջոց է, արդյունավետ է աղիքային հիվանդությունների դեպքում։ Խնձորի քացախը կանոնավոր օգտագործման դեպքում կանխարգելում է օրգանիզմում տրոհման արդյունքում առաջացած նյութերի կուտակումը, պայքարում է ծերացման դեմ։ Սակայն պետք է հիշել, որ քացախի օգտագործումը չարաշահելու դեպքում առաջացնում է անեմիա։ Քացախաթթուն կարող է վնասել լյարդին, դառնալ խոցային կոլիտի պատճառ։ Քացախի օգտագործումը նաև պետք է սահմանափակել նյարդային և կանացի հիվանդությունների դեպքում։ Քացախը նաև մաքրում է արյունը, կիրառվում է հոդացավերի դեպքում։ Կարելի է օգտագործել ճանճեր բռնելու համար, չնայած մեղրն ավելի լավ է աշխատում։ Քացախի ճանճերը հաճախ կրում են քացախի ամաններ, որոնք անվնաս են մարդկանց համար, բայց ուտում են քացախաթթվի բակտերիաները, որոնք ապրում են ալկոհոլի մակերեսին և խմորում այն քացախի մեջ։ Օգտագործվում է մոծակներին վանելու և տարբեր այլ նպատակներով, ինչպես կենցաղային, այնպես էլ արդյունաբերական։ Որոշ երկրներում թունդ քացախի վաճառքը արգելված է։ Օրինակ Կանադայում քացախի թթվայնությունը պետք է լինի 4,1%-ից մինչև 12,3%-ի սահմաններում։ Հատուկ եփուկ ստանալու համար պետք է 150 մլ գոլ ջրի մեջ լուծել 2 թեյ գդալ խնձորի քացախ և 5 կաթիլ յոդինոլ։ Խմել նախաճաշից կամ ընթրիքից կես ժամ առաջ, օրը 1-2 անգամ։ Յոդինոլի փոխարեն կարելի է օգտագործել դեղնենու ոգեթյուն 10 կաթիլ։ Ավիտամինոզի և ուժերը սպառման դեպքում պետք է լուծել 2 թեյ գդալ խնձորի քացախը 200 մլ եռացրած կամ հանքային առանց գազի ջրի մեջ։ Խմել օրը 3 անգամ ուտելու ընթացքում։ Շարունակել 30 օր, ընդմիջել 14 օր և կրկնել։ Քացախը օգտակար է նաև անքնության դեպքում։ Խառնել 6 ճաշի գդալ խնձորի քացախը 10 թեյ գդալ մեղրի հետ։ Ուտել 2-ից 4 թեյ գդալ քնելուց առաջ։ Շարունակել մինչև վիճակի բարելավումը։ Քացախը նաև լավ ջերմիչեցնող է։ Փափուկ սրբիչը թաթախել քացախաջրի մեջ, լուծել 1 ճաշի գդալ քացախը 500 մլ եռացրած հովացրած ջրի մեջ և արագ շփել հիվանդի մարմինը ամբողջությամբ։ Խնձորի քացախը պատրաստվում է ֆերմենտացված խնձորի հյութից և օգտագործվում է աղցանների սոուսում, մարինացված բանջարեղենի, պահածոյացված մրգերի հետ։ Պատրաստվում է խնձորը մանրացնելով, ապա հյութը քամելով։ Բակտերիաները և խմորիչը ավելացվում են հեղուկին, սկսելու ալկոհոլիկ ֆերմենտացիայի գործընթացը, որը շաքարը փոխակերպվում է ալկոհոլի։ Ֆերմենտացման երկրորդ փուլում ալկոհոլը վերածվում է քացախի, քացախաթթու առաջացնող մանրէների։ Խնձորաթթուն ավելանալով քացախին տալիս է թթու համ։ Չկա ապացույց, որ խնձորի քացախի կանոնավոր օգտագործումը օգնում է պահպանել կամ կորցնել մարմնի քաշը,
կամ արդյունավետ է արյան գլյուկոզայի մակարդակները կառավարելու համար։ Խնձորի քացախի 94%-ը ջուր է և 5%-ը քացախաթթու, 1%-ը ածխաջուր, ճարպ կամ սպիտակուց։ 100 գրամ կամ միլի քանակի մեջ այն ապահովում է 22 միկրոբակտերիաներ։ Չնայած խնձորի քացախի ցածր մակարդակի օգտագործումը ցածր ռիսկի է ենթարկվում, ուշադրություն չափից ավել օգտագործման դեպքում հնարավոր են հատկապես այն վնասում է կերակրափողը, ատամի էմալը և չափազանց մեծ վնաս է հասցնում աղիքների միկրոֆլորային։ Երբ աչքերը շփվում են քացախի հետ, կարող են առաջանալ եղջերաթաղանթի վնասում։ Քացախը օգտագործում են որպես ականջները մաքրող լուծույթ, սակայն աչքերի լվացումը վտանգավոր է։ Թեև փոքր քանակությամբ խնձորի քացախը կարող է օգտագործվել որպես սննդի մեջ, այն կարող է վտանգավոր լինել հղի և կրծքով կերակրող կանանց և երեխաների կողմից օգտագործման համար։ Խնձորից ալերգիա ունեցող մարդիկ կարող են զգալ ալերգիկ ռեակցիա խնձորի խնձորողի քացախի նկատմամբ։ Խնձորի քացախի օգտագործումը մաշկի վրա չափից շատ օգտագործելու համար հնարավոր է առաջանան այրվածքներ։ Որոշ դեղերի հետ, օրինակ ինսուլին կամ միզամուղ, խնձորի քացախի օգտագործումը կարող է առաջացնել անբարենպաստ ազդեցություն։